Շատ մանկապարտեզներում սննդակարգի պահպանման, խոհանոցի սանիտարահիգիենիկ վատ վիճակի խնդիրները շարունակում են օրախնդիր լինել։ Ստուգումների ընթացքում խոհանոցներում հայտնաբերված խախտումները ըստ ՍԱՏՄ-ի հիմնականում սանիտարահիգիենիկ նորմերին են առնչվում, եւ այդպիսի դեպքերում խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվում է։ Երբ որ մենք գնում ենք եւ տեսնում ենք, որ խախտումները վերացված են եւ կասեցման որոշում է կայացվում, ենթադրվում է, որ այլևս այնտեղ չենք մտնելու այնքան ժամանակ, մինչև որ այնտեղ եւս մեկ անգամ բողոք չլինի, գնանք մի հատ էլ նայենք, տեսնենք արդյոք խնդիր կա թե չէ, այդպես մենք չենք կարող։ Օրենքային հնարավորությունը մեզ չի տալիս։ Քաղաքապետարանը նույնպես իրականացնում է մշտադիտարկում եւ հայտնաբերված խախտումների դեպքում պարտադիր տեղեկացնում է տեսչական մարմնին, ասում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ խնդիրները առկա են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, իսկ խախտումների վերացման ժամկետները սահմանվում են տնտեսվարողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա։ Կարող է լինել նաեւ այդպես ֆինանս չկար ու ռեմոնտ անեն, բայց չգիտես ինչու կասեցնելուց հետո այդ ֆինանսը արագ հայտնվում է։ Սննդի պատրաստման, պահպանման եւ օգտագործման նորմերի խախտումները կարող են լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը, սննդային թունավորումների, ալերգիկ ռեակցիաների կամ տարբեր վարակների տեսքով, զգուշացնում են մասնագետները։ Հատկապես ռիսկային են մսամթերքը, կատնամթերքը եւ պահածոները, որոնց ոչ ճիշտ պահպանման դեպքում վտանգները բազմապատկվում են։ Կարող է տարբեր տեսակի ինֆեկցիաներ տարածվի եւ պահպանումը թեկուզ ոչ ճիշտ մթերքներ իրար կողք դնելուց նույնպես կարող են մեկը մյուսից բարակումները լինել։ Խնդիրներ կան նաեւ սննդակարգի կազմելու գործընթացում, նկատում են մասնագետները։ Մանկապարտեզներում ոչ միշտ են ներգրավում համապատասխան մասնագետներ, սննդաբաններ կամ բժիշկներ, եւ հաճախ ճաշացանկը կազմվում է ինքնուրույն, առանց մասնագիտական գնահատման, ասում են մասնագետները, որը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության եւ իմունային համակարգի վրա։ Եթե մասնագետի հետ են կազմում, այնտեղ նաև իրենք հաճախող երեխաների հիվանդությունները կամ առանձնահատկությունները հաշվի առնելով կարողանան մասնագետի օպտիմալ ճաշացանկ կազմել։ Մասնագետները կարևորում են նաև ծնողների հետ աշխատանքը, ընդգծելով, որ ճիշտ սննդային սովորությունների ձևավորումը պետք է սկսվի ընտանիքից։ Ըստ նրանց, անհրաժեշտ է բարձրացնել ծնողների իրազեկվածությունը, որպեսզի երեխաների սննդային վարքագիծը լինի առողջարար։ Պետք է համապատասխան կրթություն էլ տարվի ծնողների հետ։ Եվ իրենք երեխաներին չասեն, գիտեք, եթե դա չես ուտում, միայն հացը կեր, ապուրը մի կեր կամ մնացածը մի կեր, որտեղ նման դեպքեր շատ կան։ Պետք է իրենց հետ էլ աշխատանք տարվի, որպեսզի իրենք էլ հասկանան, որ երեխային սովորեցնեն մթերքների համին։ Չնայած վերահսկողության մեխանիզմների առկայությանը, արձանագրվող խախտումները վկայում են, որ համակարգային լուծումների անհրաժեշտությունը դեռ կա։ Մասնագետները շեշտում են, խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն վերահսկողության խստացում, այլև մասնագիտական ներգրավվածություն, ինչպես նաև համագործակցություն մանկապարտեզների եւ ծնողների միջև։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։